Գևորգյան հոգևոր ջեմարանի քահանայից պատրաստման լսարանն է, այստեղ սովորում են տարբեր մասնագիտության մարդիկ, միջին տարիքը 30-ն է, նույնիսկ 50-ամյա ուսանողներ կան։ Թվարկի ձեր մասնագիտությունը։ Ժամանակ ունեք։ Տարբեր մասնագիտություններ ունեն, հիմա էլ նախընտրել են հոգևոր կրթությունը, սովորելու համար երբեք ուշ չէ, վստահ են ավագ սերնդի ուսանողները։ Սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում, ավարտել եմ վոկալ բաժինը, որից հետո եկել եմ քահանայից լսարան։ Մոտ ապագայում չէ, բայց չի բացառվում, որ տարիներ հետո Հակոբի գործերը ցուցադրվեն Էրմիտաժում կամ հայտնի այլ թանգարաններում։ Սա նրա երազանքն է։ Սիքստինյան տաճարի նկարներից հատված է, Երեմիա մարգարեի կերպարն է, ասում են, որ հաջողված նկար է հիմնականում։ Այս սենյակում է անցնում Հակոբի օրը, իրեն նվիրել է ուսմանն ու հոգևոր գիտելիքների կատարելագործմանը։ Ջեմարանի կարևոր իրադարձությունները սկսվում են հիմնով, որը խրոխտ ձայնով ու անպարտ հայացքով կատարում են ուսանողները եւ նոր միայն ազդարարվում են ուսանողական միջոցառումները։ Յուրաքանչյուր միջոցառում, որ կազմակերպվում է այստեղ եւ լինում է, անպայման սկսում է Հայաստանի Հանրապետության եւ Ջեմարանի հիմնով։ Երբ առավոտյան մարզանքն ավարտվում է, նախաճաշից անմիջապես հետո ուսանողները շտապում են դասի։ Պարապմունքները հետաքրքիր են անցնում։ Ուսանողները շտապում են մարզադահլիճ, բասկետբոլի թեժ պայքար է ընթանում։ Պայքարն ավարտվում է ջեմարանի 1 օրվա հետ։ Դասերի ընթացքում ստանում ենք հանձնարարություններ եւ համարյա ամբողջ օրը պատրաստվում ենք դրանց եւ դա անցնում է նստակեց, այսինքն պասիվ վիճակում եւ սպորտը շատ կարեւոր է մեզ համար։ Արտակ Վարդանյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։